Ինչ կասեք Փաշինյանին, եթե հանդիպեք կամ ձեր դիմաց դուրս գա։ Ես չեմ թողնի ինձ հանդիպի ընդհանրապես։ Լավ բան չեն կարող ասել։ Ոչ մի լավ բան, ոչ մի լավ բան, ոչ տեսել ենք, ոչ լսել ենք։ Հիմա էլ նույնը ոնց որ հոգեկան հիվանդ լինի։ Իր շարժումները, իր խոսելը, իր արարքը ոչ մի լավ բանի չի բերում։ Ես ամաչում եմ, որ ինքն ղեկավարն է։ Ինք շատ թույլ մարդ է։ Իրանից ուժեղները պետք է լինեն պաշտոնին։ Երկու խորհուրդ կտամ։ Օրինակ։ Դա պետք է բացահայտ ասեմ ինչ խորհուրդ պետք է տամ։ Հենց այդ նոր որ նշեցի, այդ խորհուրդները պետք է տամ, որ ինքը ուժեղ կամքի տեր պետք է լինի։ Փաշինյանը Այդ կարող ժողովրդի մասին, ժողովրդի այդ շփվելը, դա բոլորն էլ կարող են դուրս գան ժողովրդի ինչ որ բան հարցնեն, իմանան իր սոցիալական վիճակի մասին, բայց ուժեղ կամքը պետք է որ երկրից դուրս կարողանա հարցերը ավելի բանձեով լուծի։ Ես ինչ պիտի ասեմ, պիտի ասեմ ժողովրդին լավ նայի։ Փաշինյանին ասեք իս երկրի վիճակը երբ վերջը լավանալու։ Փաշինյանին ասեմ, որ ինչ ուզում ես արամ, որ գյուղը լքված տարակ չի լինի։ Ինչ ուզում է թողանի աշխատատեղ ստեղծում, չգիտեմ ինչ անում, ոնց անում գյուղը չլքեն, գյուղ չկա արդեն այս գյուղ Ղափանի շրջանի ամենից մեծ գյուղն է, արդեն դատարկված է։ Ոչ մի բան, չեմ ասի, ինչ պետք է ասեմ։ Ղեկավարել ձեր փող։ Ինչու։ Հա։ Ինչու։ Որովհետև ագարակ բանը Հայաստանի ժողովուրդի 70%-ը ուրիշ ղեկավարություն ուզում։ Թող դուրս գա, ես կասեմ։ Կասեմ, ինքը Փաշյան, դուք լավ բաներ չեք անում։ Ոչ մի անպատիվ բան մենակ կասեմ, որ դա քո տեղը չի, քոնը չի, ինքը չի կարա պահպանի մեր սահմանները։